Հայաստանի Հանրապետությունից դուրս չկա հայապահպանություն։ Ես պատկերացնում եմ, որ ազգային յուրաքանչյուր շարժում ունի հենց այս մտածողությունը՝ տեր կանգնել սեփականությանը։ Սա մեր վերջի տունն է։ Ես էլ կորցրեցինք, ել չենք ունենալու տուն, ու մենք պետք է հոգ տանենք մեր տան մասին։ Ազգային պարարվեստը ինչ է քեզ համար։ Հայ ավանդական պարը իմ համար համառակելություն է, անպայքարի միջոց։ Մեր օրերում, երբ ամեն ինչ թրենդի ու սոցիալական ցանցերի նորաձևության մեջ է, ինչպիսին է մարտահրավերը ազգային պարը պահել որպես նորաձև։ Հայկական ավանդական պարերը հիմա շատ մոդայիկ են, թրենդային են, որովհետև մենք ժամանակակից մարդիկ ենք ու չենք կարող ժամանակի պահանջների հետ հաշվի չնստել, բայց դրա հետ մեկտեղ մենք պահում ենք մեր հայկական ավանդական պարերը։ Ազգային պարերով հնարավոր է արթնացնել ու պահել ազգային ոգին։ Ամեն պարակայլը իր խորհուրդն ունի։ Ու այդ խորհուրդները ուսումնասիրելու հետ կապված դու պիտի ուսումնասիրես, թե այդ պարը որ տարածաշրջանից է եկած, այդ տարածաշրջանի հայերը ինչ մտածելակերպ են ունեցել, ինչ աշխարհայացքներ են ունեցել, ու այդ ամեն ինչ ուսումնասիրելով հետ մեկտեղ դու տեսնում ես, որ դու սկսում ես ուսումնասիրել պատմություն, բացօթյա վայրերում ազգային պարերով հանդես գալը։ Ինչպիսին էր մոտեցումը համատարիքայինների, համաքաղաքացիների կողմից։ Մեր հասարակությունը սովոր չէր։ Ով է ինչի համար է պարում։ Մեզ դնում են աղանդավորների տեղ։ Հայկական պարը ոչ միայն ազգային ոգի, այլ նաև ազգային կոդ է որպես այդպեսին։ Ասենք այդ որ պարում ես իշխանասպար, եթե դու իշխանասպարը գիտակցաբար չես մոդելում իշխանասպարին, ոնց որ իշխանասպարը դառնա ուղղակի պարակայլ։